Ես հասկանում եմ իհարկե, որ Հայաստանի Հանրապետության նախագահան մեր վաստակավոր եւ ժողովրդական դերասանների ճաշակի արվեստի ընկալման չափանիշն է, բայց արդյոք պետք է մայստրոին ամեն անգամ իրենք անհանգստացնել։ Հիշում եմ 80-ականների, եթե չեմ սխալվում, Խորեն Աբրամյանի բեմադրությունը Պեպոյի, որ ջինսով բանոդուս են եկել, Կարեն Դեմիրճյանը շատ զայրացած էր, բայց այդ ժամանակը անցել է, պետք է վերջապես հասկանալ, որ այդ ժամանակը նամակ գրելու, ես պապիկիս եմ հիշում, վետերան մարդ էր, 90-անց բոլոր պատերազմները անցած, հենց որ տան ջուրը կտրում էր, ինքը ասում ես Պրավդային կգրեմ, բան, զանգում էր Մոսկվա ու շատ լուրջ էր վերաբերում դրան, ու այն ժամանակ միգուցե դա աշխատում է, բայց մտի ծաղելի է, ասենք, իմ շատ ամենասիրած պապիկս է, ասենք, շատ եմ ասենք իրան սիրում, բայց ինչքան ծաղելի կլեր, թե հիմա վերցի Պրավդայի նամակ գրել, որ ջուր չեն տալի։ Նույնն էլ է դա, հիմա իրան Պրավդային են գրում։ Այդ տենց այսպես քառակուսիա, տենց անուշուպտիլի փափախներով, տրեխներով թրիկյոտի գա, բամբ դիլնի, ասենք Արամ Խաչատրյան ցուսերով բարը մի անգամից, ոչ Ալեքսանդր Հարությունյանն ունենք, ոչ Տերտերյան ունենք, ոչ Արոն, ոչ հիմա չունեն մենք։ Լավն է ախպեր, բայց ուրիշ բան է կա։ Ուրիշ մոտեցումներ կա, հա։ Եթե բանա նկարչությունը, եթե բարդի են նկարում եկը պիտի բոյովնի մեկ կարճ պիտի լինի, հետևի Արարատի ֆոնին, ու այսինքն դրանից ենքով ոչի բան, եղբայր արել պրծել եք շատ լավ է, բայց ամեն հարցում ասում եմ, մի անգամից տենց ոնց 130 հոգի կլինեն, բայց հավատում եմ, ես 300 հոգի էլ լինեն, սաղի մարազմը խփել է, սաղի, չես հասկանում էդ ինչ է դա, էլի այս ժողովրդի, ասենք մտավորականները իմ թայլ ասենք, արդեն մարազմի մեջ են, իմ թայ տղեկ են ասենք 50 տարեկան, բայց արդեն խփած է, հասկանում Բայց չի կարի, չեն դե մարդիկ կան շատ։ Ոչ բոլորը, ոչ բոլորը, էդ եք ուզում ասել։ Այդ մեսիջը ուղղված է բոլոր մարդկանց, ովքեր որ արվեստը տեսնում են քառակուսի, ովքեր որ բացի իրենցից բան չեն տեսնում, եւ ում բորբոքված երևակայության մեջ կարող է 21-րդ դարում ծնվի հղանա միտք նախագահային նամակ գրել այդ թեմայով։ Իրենք մարզի մեջ են։ Չգիտեմ որ մեկի ուղեղում դա ծնվեց, բայց որ ծնվել է մարզի մեջ։ Ձերի նախագահ ջան։ Խնդրում եմ, դες որ արվեստագետներից համարը լուրջ մի վերաբերել դրան։ Այ, ինչ է։ Այս համակարգ ստեղծված է այնպես, որ ամեն արվեստագետ կարող է անել այն ինչ որ ինքը ուզում է։ Մի քիչ փողը քիչ է, բայց փողը ոչ մեզ համար է քիչ։ Փողը քիչ է բժշկի համար, ուսուցչի համար, որ ավելի կարևոր մասնագիտություն է, քան թե մերը։ Եկեք ծորոստենք դուզը խոսենք, հա։ Ասենք սկորի վրա աշխատող բժիշկը մի քիչ ավելի շատ ստանա, քան թե, չգիտեմ, ասենք հասարակ ինչ որ մի հատ մարդ։ Դրա համար լուրջ մի վերաբերվեք այդ ամեն ինչին։ Հարգեք, սիրեք, մեկ-մեկ եթե քունները տանում եք ներկայացումն եք, գնացեք դու, всё։ Դրանից ավել դուք իրավասուն չի, պետք էլ չի, դուք լիքը ուրիշ խնդիրներ ունեք, լիքը։ Այսքան խնդիրներ, այդ խնդիրներից գոնե մի 30%-ը որ ստեղծվի, կարող է մյուս անգամ ես գնամ ձեզ ընտրեմ։ Լուծվի, հա, եթե գոնե 30%-ը ասեն, լուծվի, ես կասեմ, Սերժը, ինչ վատ բան եղել է ջայնա, այդ 30%, այդ արվեստ, մարվեստ, Սունդուկյանի թատրոն, Պեպո, բան, պետք չի, այդ վաղտին մի կարդացածն եք, գցեիք ենքոն, պետք չի դա ձեզ, վերջ։